Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում։ Կոմիտեից Ֆակտոր TV-ին հայտնեցին, որ քննչական գործողություններն իրականացվել են ընտրակաշարք տալու, ստանալու եւ քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Մեր տեղեկություններով իրավապահները խուզարկում են նաեւ Ուժեղ Հայաստան կուսակցության Մարալիկի տարածքային գրասենյակը, բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ կան։ Պատիվ ունեմ դաշինքից Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները պատրաստ են աջակցել ընդդիմադիր մյուս ուժերին ընտրությունների ժամանակ վերահսկողություն ապահովելու հարցում, հայտարարել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նա շեշտել է, ՀՀԿ-ն իր ամբողջ պոտենցիալը ներդնելու է ապահովելու համար հավաքական ընդդիմության հաղթանակը ընտրական գործընթացում եւ պատրաստ են համագործակցել բոլոր իրական ընդդիմադիր ուժերի հետ։ Հանրապետական կուսակցությունը հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշման մասին։ Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, Armenpress-ին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Ենթադրաբար հրաժարականը կապված է Արարատի մարզի Վեդի քաղաքում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքի հետ։ Մինչ այս նաև քննչական կոմիտեի եւ ոստիկանության աշխատակիցներ էին պաշտոնանկարվել։ Մանկապղծության գործով երկու ձերբակալված կա։ Ռուսաստանից դեպի Երևան երկու չվերթ չեղարկվել է եւս 5-ը հետաձգվել, այս մասին են վկայում Զվարթնոց միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտնել է, որ երկրի հարավային օդանավակայաններում արդեն իսկ հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 80 չվերթ, մեկնման է սպասում շուրջ 14000 ուղևոր։ Մայիսի լույս 8-ի գիշերը ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանի հարավի աերոնավիգացիայի վարչական շենքին, որն իրականացնում է երկրի հարավային շրջանների թռիչքների կառավարումը։ Այս միջադեպի հետևանքով ռուսական 13 օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես կասեցվել է, չեղարկվել են միջազգային չվերթներ Սոչիից, Մինվոդիից, Կրասնոդարից, Մախաչկալայից եւ Վլադիկավկասից։ Ռուսաստանը մայիսի 8-ից 10-ը հրադադար է հայտարարել հաղթանակի օրվա կապակցությամբ, նաև սպառնացել հարվածել Կիևին, եթե Մոսկվայում տոնակատարությունները խափանելու որևէ փորձ լինի։ Երկրի պաշտպանության նախարարությունը սակայն արդեն տեղեկացրել է, որ որսացել եւ ոչնչացրել են ուկրաինական 264 անօդաչու թռչող սարք, այդ թվում Մոսկվայի շրջանի վրայով թռչող սարքերը։ Ընդհանուր առմամբ հրադադարի խախտման 1365 դեպք է արձանագրվել։ Ուկրաինական կողմը նույնպես հայտարարել է հրադադարի խախտումների մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին ու քաղաքացիներին հայրենական պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակի կապակցությամբ։ Կրեմլի հաղորդմամբ Պուտինը շնորհավորել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելարուսի, Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, ինքնահռչակ Աբխազիայի, Հարավային Օսիայի առաջնորդներին, ինչպես նաև Վրաստանի եւ Մոլդովայի ժողովուրդներին։